Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1494-րդ օրն է։ Հետաքրքիր նորություններ ունենք ձեզ համար, բայց կփորձեմ կարճ եթեր անել, որպեսզի շատ չշեղեմ ձեզ հանգստյան օրվա վայելքից։ Ռազմաճակատում Ռուսաստանը կրկին աղետալի կորուստներ ունի, իսկ բարի դրոնները թողնելով Լենինգրադի մարզի խոցված օբյեկտները այրվելուն անցել են այլ կարևոր թիրախների, հարվածելով Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, այսպիսով շարունակելով պարալիզացնել Պուտինի նավթի ոլորտը։ Իդեպ, ինչպես կանխատեսեցի օրերս, Ռուսաստանի իշխանությունները ապրիլի 1-ից արգելել են բենզինի արտահանումը, հուսամ Հայաստանի ներկրողները պաշարներ ունեն։ Վերադառնալով հարվածներին ասեմ, որ ըստ մոնիթորինգային ալիքների տեղեկատվության հարձակման թիրախ է դարձել Յարոսլավլում գտնվող Յարոսլավ Նավթ Օրգսինթեզ գործարանը, որը հայտնի է նաև որպես Սլավնավթ Յանոս անվանմամբ։ Օբյեկտի խոցման մասին վկայում են տեսանյութերը եւ տեղի բնակիչների հաղորդումները։ Ականատեսներից մեկի խոսքով գործարանում հրդեհը շատ լուրջ է եղել, բոլոր կադրերը ինչպես միշտ մեր տելեգրամում են։ Ուկրաինական FP5 Flamingo թևավոր հրթիռները գրոհել են Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում Պրոմսինթեզ պայթուցիկ նյութի արտադրամասը, որը գտնվում է ռազմաճակատի գծից 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Մեր տելեգրամյան ալիքում ներկայացված տեսանյութում երևում են թե հրթիռների արձակումները եւ թե հարվածի պահը։ Այդ ընթացքում նախագահ Զելենսկին Սաուդյան Արաբիա կատարած այցից եւ բարձր մակարդակի հանդիպումներից հետո ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Զելենսկին առաջին արևմտյան առաջնորդն է, ով այցելում է տարածաշրջան ընթացիկ իրանական պատերազմի ժամանակ։ Վլադիմիր Զելենսկու այցը Սաուդյան Արաբիա եւ Միացյալ Արաբական Էմիրություններ օտարերկրյա պետության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է։ Տարածաշրջանի երկրների թվին չպատկանող, ով ժամանել է կոնկրետ ռազմական օգնության եւ տեխնոլոգիաներ առաջարկելու նպատակով։ Նույնիսկ Թրամփը իրեն նման բան թույլ տալ չի կարող։ Այս ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը փաստացի մատնեց Իրանի ռեժիմին եւ հաստատեց բանակցությունների փաստը Թուրքիայի նաեւ միջոցով Ամերիկայի հետ։ Այնուամենայնիվ կրքերը չեն հանդարտվում, իրանական վարչակարգի մնացորդները չեն փայլում ռեալիզմով եւ առաջ են քաշում անիրական պայմաններ։ Իրանը հրթիռով խոցել է Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան բազան, ինչի հետևանքով տուժել են ԱՄՆ 12 զինծառայող առնվազն, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Ըստ New York Times-ի շաբաթ օրվա տվյալների, Պրինց Սուլթան ավիաբազային հարցված հարվածը տեղի է ունեցել ուրբաթ օրը եւ ամերիկյան ներկայացուցիչներն արդեն հաստատել են այդ միջադեպը։ Ընդհանուր առմամբ կարծես Թրամփի գործերը գնալով վատանում են, նրա թիմի մարդիկ կորցնում են ինքնատիրապետումը եւ հրապարակայնորեն խայտառակվում։ Երեք լավագույն օրը չէր Մարկ Ռուբիոյի կարիերայում։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների նա վիճաբանության մեջ է մտել մեծ յոթնյակի գործընկերների հետ Իրանում եւ Ուկրաինայում ընթացող պատերազմների հարցով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ մեծ յոթնյակի նրա գործընկերները կոշտ փոխհրաձգություն են ունեցել Իրանում եւ Ուկրաինայում ընթացող պատերազմների վերաբերյալ, կասկած հայտնելով, որ Եվրոպան կզիջի Դոնալդ Թրամփի պահանջին Պարսից ծոցում ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։ Ես եթերի վերջում նաեւ իրավաբանական հիմքերից կխոսեմ Թրամփին օգնելու մասին։ Մեջբերեմ Միացյալ Նահանգներից մշտապես օգնություն են խնդրում պատերազմում, ասել է Ռուբիոն, նկատի ունենալով Ուկրաինան նախքան ուրբաթ օրը Փարիզի մերձակայքում կայացած մեծ յոթնյակի եզրափակիչ հանդիպման մեկնել է։ Նրա խոսքով, բայց երբ Ամերիկայի համար անհրաժեշտություն առաջացավ, Եվրոպան դրական պատասխան չտվեց, փաստացին նվնվում է, երևում է, որ լավ բան չէր սպասում հանդիպումից, իսկ հանդիպումից հետո ընդհանրապես տրամադրությունը վատ էր։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ պատերազմի ֆոնին ոչ միայն իրանցիներն են կորցնում իրականության զգացումը, այլ Թրամփի թիմը։ Մեծ յոթնյակի եւ Ուկրաինայի հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն արգումենտացված հակահարված ստացավ մյուս գործընկերներից, թեև իրավիճակը սրվել էր դեռ մինչև հանդիպումը, ինչպես ասացի, առանձին մամուլը անդրադառնում է Կայա Կալասի հետ Ռուբիոյի կոնֆլիկտին, կարծես բոլորի հետ կռվելով ման են գալիս, մնացել են միայնակ։ Եվրոմիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը եւ Ամերիկայի ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն մարտի 28-ին ուրբաթ օրը մեծ յոթնյակի նախարարական հանդիպման ժամանակ վիճաբանել են Ուկրաինայի պատերազմի եւ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան դիրքորոշման շուրջ, հայտնում է Axios-ը, հղում անելով վիճաբանությանը ականատես եղած աղբյուրներին։ Դե ինձ թվում է գաղտնիք չէ տելեգրամյան ալիքները նման տեղեկատվություն շատ
շատ են պարունակում, իրոք խայտառակվել է Ռուբիոն, բավականին հոգնեցնելով թե իր, թե եվրոպացի գործընկերների նյարդերը, նա նաև ըստ ամենայնի որոշեց, որ կարող է լկտի պատասխանել լրագրողի հարցին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարության մասին։ Ռուբիոն սուտ անվանեց Զելենսկու խոսքերը այն մասին, որ Ամերիկան Ուկրաինայից պահանջում է դուրս բերել զորքերը Դոնբասից անվտանգության երաշխիքների դիմաց։ Մեր նախագահը ի տարբերություն Սպիտակ տան զբաղված է օգտակար գործերով եւ պատասխանը իհարկե անմիջապես չի լինի։ Ռուբիոյի ռանգը չափազանց ցածր է, որպեսզի նրան հենց հիմա իր տեղը ցույց տան։ Իդեպ թեթև դադարը կօգնի վերջնականապես բացահայտել բոլոր հակակառավարական գործակալներին, ովքեր երկրի ներսում փորձում են տատանել իրավիճակը եւ ստիպել պաշտոնական Կիևին զիջումների գնալ։ Ես հազվադեպ եմ անդրադառնում ներքին թեմաներին, բայց իրավիճակը ներսից տարբեր դրամաշնորհակերների կողմից ճոճել փորձողների քայլերը ակնհայտ են։ Այստեղ անմիջապես նշեմ, որ ոչ բոլորը իհարկե, բայց ցավոք քիչ չեն նրանք, ովքեր ստանալով գրանտներ արևմուտքից ավելի շատ առաջնորդվում են դրսի շահերով, քան սեփական երկրի։ Հիմա նրանք ուզում են ստեղծել մի պատկեր, որ Ուկրաինայում իբր քաղաքական ճգնաժամ է, փորձում են ազդել Զելենսկու վարկանիշի վրա եւ այս առումով ավելի խորը գնացող հետևանքների։ Սակայն դա այդպես չէ, չնայած դրսի ուժերի մեծ ջանքերին, որոնք գործում են Պուտինի քայլերին սինխրոն, քաղաքական ճգնաժամ ստեղծել նրանք չեն կարողացել, չնայած վտանգը մենք չենք անտեսում։ Պարզապես այդ նավակ ճոճողների բախտը չի բերում շնորհիվ մեր արդյունավետ աշխատանքի։ Այստեղ պետք է նշել ճշմարտությունը այն ասացվածքի, որ արա ինչ պարտավոր ես եւ կլինի այն ինչ պետք է լինի։ Թշնամիները շատ են, թշնամիները գրեթե ամենուր են, բայց այլ երկ բացի պայքարելուց մենք չունենք։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացման նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակման սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Օգտվելով առիթից նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամենօրյա աջակցության համար, լայքերով եւ եթերը տարածելով սոցիալական ցանցերում շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Ընդհանրապես Զելենսկու վստահ քայլերը ուղղակի ուղղված Ուկրաինայի պաշտպանությանը միանշանակ չեն ընկալվում նույն Սպիտակ տանը, քանի որ մենք պաշտպանվելով անում ենք քայլեր, որոնք Վաշինգտոնում ոմանց կարծիքով Ամերիկային մղում են ստվեր։ Ես արդեն ասացի Զելենսկու այցի մասին Մերձավոր Արևելք եւ դա տեղի է ունենում Իրանի ուղղակի սպառնալիքների ֆոնին։ Արդյոք Թրամփն իրեն նման համարձակություն թույլ կտա։ Իհարկե ոչ։ Իսկ Եվրոպայի հետ հարաբերություններում արկա ճաքերի ֆոնին Թրամփի վիճակը ընդհանրապես նախանձելի չէ։ Վերադառնալով Ռուբիոյի խոսքերին հիշեցնեմ, որ ստի ոտքերը կարճ են։ Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ասում է Ռուբիոն, ապա ինչու Ամերիկայի երաշխիքները, որոնց պայմանները վաղուց համաձայնեցված են Ուկրաինայի հետ, իրավաբանորեն ամրագրված չեն եւ մինչ օրս չեն տրամադրվել։ Ոչ մի պայմանագիր չի կնքվել։ Միգուցե հենց այդ պատճառով, որ Զելենսկին նշեց, որ նախապայման է դրվում մինչ պայմանագիր կնքելը։ Այսպիսով բացահայտվում են պատճառները, որ Ռուբիոն կամ միտումնավոր կամ ամփոփությունից ստում է։ Մեր լսարանը Թրամփի այս կադրին վաղուց է ճանաչում։ Ես նրան վերջնականապես դադարեցի հարգել անցյալ տարվա Մյունխենի համաժողովից հետո, երբ նա Եվրոպայի առաջնորդների հետ ոչ պաշտոնական զրույցներից հետո պատմեց եթերում, առանց աչքը թարթելով, ուրիշների գաղտնիքները պատմեց բոլորին։ Հավանաբար հիշում եք, երբ նա ասում էր, թե Եվրոպան ուզում է եւս մեկ տարի մաշեցնել Ռուսաստանին բանակցություններին բերելուց առաջ, բացահայտելով Եվրոպայի ռազմավարությունը, նա վերջնականապես կորցրեց վստահությունը ինչպես իր հանդեպ, այնպես էլ իր շեֆի։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային օգնելու հարցում Ամերիկայի ներգրավվածությանը, թե Ռուբիոն, թե Թրամփը հաճախ մոռանում են։ Դա Ամերիկան էր օգնում Ուկրաինային, այլ ոչ թե Թրամփը ու իր թիմը։ Նրանք պարզապես զրկեցին Ուկրաինային օգնությունից եւ միակ բանը, որ անում են մեր հոպի համար հրթիռներ վաճառելն է, այն էլ ոչ թե մեզ, այլ Եվրոպային, ներկայանալով ոչ թե որպես Ուկրաինայի դաշնակից, այլ չեզոք կողմ։ Ես վստահ եմ, եթե չլիներ ամերիկացի ժողովրդի կարծիքը, մենք նույնիսկ այդ հրթիռները չէինք ստանա։ Կիևի եւ Վաշինգտոնի մնացած ողջ համագործակցությունը արվում է ի հեճուկը Սպիտակ տան տրամադրությունների, այլ ոչ թե շնորհիվ դրանց։ Թրամփի ամբիցիաները տուժում են, երբ Ուկրաինան ավելի խելամիտ պաշտպանություն է առաջարկում Ամերիկայի դաշնակիցներին, քան այն թանկարժեք հրթիռները, որոնք Ամերիկան ծախսում է իրանական դրոնների վրա։ Փաստացի Թրամփը ստեղծել է մի իրավիճակ, որից ինքը ելք չի գտնում, իսկ Ուկրաինան կարողանում է օգնել Թրամփի դաշնակիցներին, ովքեր տուժում են Թրամփի քաղաքականության ֆոնին։ Եվ պարզ է, որ Թրամփը այս հայտարարությունը չի կարող հենց այնպես մարսել։ Զելենսկին այնքան համարձակ է, որ կարող է իրեն թույլ տալ այցելել ոչ միայն Ուկրաինայի առաջնագից, այլև Արաբական Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա։ Սա տեսնում եմ ոչ միայն ես, եւ դա շատ անհանգստացնում է Թրամփին։ Ամբողջ աշխարհն է տեսնում։ Ամերիկան մեծ երկիր է եւ աշխարհը սովոր է, որ Ամերիկան ունենում է մեծ նախագահներ, իսկ Թրամփի հետ կապված ներկայիս իրավիճակը
իրավիճակը մի փոքր այլ բանի մասին է խոսում։ Նա միայն մեկ ելք ունի՝ դառնալ Ուկրաինայի անկեղծ բարեկամը, այստեղ առանցքային բառը անկեղծն է, այլապես բոլոր մնացած դեպքերում նրան ֆիասկո է սպասվում թե ներքին, թե միջազգային ասպարեզում։ Բայց չմոռանանք մեր ռազմաճակատի մասին, որտեղ հակառակորդը ամենօրյա պարտություններ է կրում։ Երեք ռազմաճակատում տեղի է ունեցել 181 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 1300 օկուպանտի եւ նրանց 1827 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,294,470-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ Ռուսաստանը փորձում է վրեժ լուծել Օդեսայի բնակիչներից իր ոչնչացված նավահանգստային ենթակառուցվածքների համար, Ռուսաստանի խոցված նավահանգիստներում հսկայական վնասներն են շարունակում արձանագրել։ Ռուսական Նովատեկ ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել հեղուկային գազի եւ նավթի արտահանումը Բալտիկ ծովի Ուստ-Լուգա նավահանգստից, քանի որ ենթակառուցվածքները լուրջ վնասվածքներ են ստացել ուկրաինական դրոնների հարվածների ժամանակ, եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը արդեն հաստատեց Ֆլամինգո հրթիռների հարվածները Սամարայի մարզի Պրոմսինթես ռազմական գործարանին։ Ուկրաինացի զինվորականները նշում են, որ խոցված ձեռնարկությունը զբաղվում էր պայթուցիկ նյութերի արտադրությամբ, որոնք օգտագործվում են այնպիսի զինամթերքներում, ինչպիսիք են հրթիռներն ու ռումբերը։ Արտադրության ծավալները կազմում են տարեկան 30,000 տոննա պայթուցիկ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված օբյեկտի հրթիռների հարվածից հետո արտադրական գոտում տեղի է ունեցել պայթյուն։ Իդեպ մի քանի խոսք ասեմ Պուտինի եւ Թրամփի անուշ աղբոր Օրբանի հետ իրավիճակի մասին։ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, դրանք կկայանան արդեն ապրիլի 12-ին եւ ըստ հարցումների Վիկտոր Օրբանի 16-ամյա իշխանությունը ամենայն հավանականությամբ մոտենում է ավարտին։ Վերջին հարցումների արդյունքները հրապարակել է Պոլիտիկոն։ Մարտի 20-ի տվյալներով ընդդիմադիր Տիսա կուսակցության վարկանիշը հասել է 52%-ի եւ շարունակում է աճել, իսկ Վիկտոր Օրբանի ղեկավարած Ֆիդես կուսակցությունը հակառակը կորցնում է ձայներ, ներկայումս նրանց աջակցում է բնակչության մոտ 37%-ը։ Փաստացի Պուտինի եւ Թրամփի ջանքերը ապարդյուն են անցնում, բայց չգիտեմ, պեսիմիստները ասում են, որ Օրբանը կարող է գնալ ծայրահեղ քայլերի եւ ընտրությունները չեղյալ համարել։ Չգիտեմ որքանով նա կհամարձակվի գնալ այդ քայլին, որովհետեւ Բրյուսելից պատասխանը ավելի ցավոտ կլինի, բայց կապրենք կտեսնենք, կան կարծիքներ, որոշեցի ձեզ բոլոր կողմերից ներկայացնել իրավիճակը։ Իսկ Ռուսաստանում հասարակությունը սկսել է անհանգստանալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների ֆոնին, թեև նա նշել է, որ մոբիլիզացիայի պես միջոցների անհրաժեշտություն իբր չկա, բայց քանի որ ռուսաստանցիները նման հայտարարություններից այլ երևույթների են ականատես լինում, անհանգստություն կա։ Մեդվեդևի հայտարարությունը մոբիլիզացիայի վերաբերյալ հատկապես անհանգստացրել է իրազեկ ռուսաստանցիներին։ Բանն այն է, որ 22 թվականի աշնանը Կրեմլը շատ ակտիվորեն համոզում էր, թե մոբիլիզացիա չի նախատեսվում։ Օրինակ սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք չկա, եւ ուղիղ մեկ շաբաթ անց մոբիլիզացիա հայտարարվեց։ Մի քանի 100,000 մարդ հարկադրաբար ուղարկվեցին ռազմաճակատ, որոնցից շատերը արդեն զոհվել են։ Փրկվածների համար դեմոբիլիզացիա մինչ օրս չի հայտարարվել։ Այսպիսով մտածող մարդիկ կհասկանան, թե ինչ է պետք անել։ Մեր լսարանը գիտի, ես հենց այնպես ոչինչ չեմ ասում։ Բայց դե ոնց կլինի, չէ, Թրամփի մասին քիչ խոսենք։ Թրամփը բացատրել է լրագրողներին, թե ինչու է Իրանում տիրող իրավիճակը նկարագրելիս օգտագործում ռազմական գործողություն տերմինը, այլ ոչ թե պատերազմ։ Այս մասին նա հայտարարել է Մայամիում կայացած համաժողովի իր ելույթում, որի հեռարձակումը ապահովում էր Սպիտակ տունը։ Մեջբերեմ, եթե դա ռազմական գործողություն է, ինձ ոչ մի հաստատում պետք չէ։ Իսկ եթե դա պատերազմ է, ապա անհրաժեշտ է կոնգրեսի համաձայնությունը։ Ահա թե ինչու եմ ես սա անվանում ռազմական գործողություն, ընդգծել է Թրամփը։ Իդեպ հենց այս փաստն է ստեղծում իրավական խոչընդոտներ Ամերիկայի դաշնակիցների հակամարտությանը ավելի մեծ մասնակցության համար, սակայն Միացյալ Նահանգները, անտեսելով իրավական ասպեկտները, շարունակում են օգնություն խնդրել Եվրոպայից եւ այլ դաշնակիցներից։ Ինչևէ, Թրամփը ստեղծել է խնդիրներ իր եւ դաշնակիցների համար, Մերձավոր Արևելքի երկրների համար։ Հուսանք, որ Հայաստանի կողքով կանցնի այդ ճգնաժամը եւ մեր հայրենիքը անվտանգ կմնա։ Թրամփի հավասարակշռության կորստի մասին է խոսում նաեւ նրա Մայամիում արած եւս մեկ հայտարարությունը Սաուդյան արքայազնի մասին։
Թուրքիային, Թրամփը կտրուկ է արտահայտվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազան Մուհամմեդ բին Սալմանի հասցեին, հայտարարելով, որ վերջինս ստիպված է եղել փոխել իր վերաբերմունքը Վաշինգտոնի նկատմամբ։ Մայամիում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը նշել է, որ Սաուդյան առաջնորդը նախկինում չէր հավատում իր քաղաքական հաջողության մեջ եւ չէր սպասում, որ կհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ ինչպես ձևակերպել է Ամերիկայի նախագահը, ստիպված կլինի համբուրել նրա մեջքի ներքևի մասը, այսպես ասեմ, որ Թրամփի մակարդակին ճիշտենք նրա բառերը փոխանցելով, այդպիսով Թրամփը ուզում է ցույց տալ, որ Սաուդյան Արաբիան հավատարմություն է իրեն ցույց տալիս, եւ սա ասվում է այն բանից հետո, երբ Զելենսկին գնաց Սաուդյան Արաբիա եւ օգնության պայմանագիր կնքեց։ Զգում եք, չէ՞, Թրամփի գալակտիկական խանդի մասշտաբը։ Իդեպ, որ մռայլ պատկեր չստեղծվի, ասեմ, որ միայն Թրամփով չի աշխարհը ապրում, եվրոպական հրթիռային սպառազինության մեջ մասնագիտացված MBDA ընկերությունը 26 թվականին 40%-ով կավելացնի Aster զենիթ հրթիռների արտադրությունը SAMP-ի հոբ համակարգերի համար, ինչպես նաև Storm Shadow թևավոր հրթիռների եւ Meteor Ot 10-ի հրթիռների արտադրությունը։ Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական կայքում։ Սա նշանակում է, որ միգուցե ոչ այնքան, որքան մենք կցանկանայինք, բայց հրթիռներ կլինեն։ Հուսանք նաև մերձավոր արևելքից կարող ենք ապահովել մեզ համար հոբ հրթիռներ, մենք իրենց զենիթային դրոններ, իրենք մեզ հրթիռներ։ Շաբաթ օրվա համար այսքանը։ Ձեզ լավ հանգստյան օրեր եմ մաղթում։ Եթե առողջականս թույլ տա, վաղն էլ եթեր կանեմ, ձեզ ասեմ մինչ նոր հանդիպում, բարով մնաք։